մեր եկեղեցական ԱԱԾ մեկուսարանից դուրս գալուց հետո Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանը հաստատակամորեն պնդել է, որ իր հայացքների ու դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել։ Ընդհանրապես ես հիշում եմ, որ կալանավայրերը ասում էին ուղիղ աշխատանքային գաղութներ, ուրախ եմ ասելու, որ ես անուղելի եմ մնացել, չեմ ուղղվել այդ առումով։ Մայրաթորի դիվանապետը ափսոսանք է հայտնել նաև, որ Բագրատ Սրբազանը խցում մենակ է մնացել ու խնդրել է մարդկանց աղոթել Բագրատ Սրբազանի հոգու ամրության համար։ Եվ Աստված տա, մի օր մենք բոլորս մեր համար ցանկությունների արդյունքը կտեսնենք։ Մի բան գիտեմ, ասեմ, ավարտենք, վերջը լավ է լինելու, եթե լավ չէ, ուրեմն վերջը չէ։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքում։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը մերժել է փաստաբանների բողոքը տնային կալանքի որոշման դեմ։ Արամ Վարդևանյանը հայտնել է մեջբերում որոշումը ստանալուն պես կներկայացնենք իրավունքի նկատմամբ հերթական խայտարակության մանրամասները։ Մայրաթորը պաշտպանող խոսքի համար Սամվել Կարապետյանի 260 օրից ավելի ազատության ինտենսիվ սահմանափակումները փաստաբանները համարում են ոչ օրինական, ոչ համաչափ ու ոչ էլ ողջամիտ։ Ադրբեջանը պաշտոնապես մեղադրել է Իրանին Նախիջևանի ինքնավար հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարձակումներ իրականացնելու համար։ Ըստ Բաքվի հաղորդագրության իրանական տարածքից արձակված 4 ԱԹՍ-ներից մեկը խոցվել է, իսկ մյուսները արվածել են քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Թիրախների թվում են եղել Նախիջևանի միջազգային օդանավականի տերմինալը եւ Շեքերբադ գյուղի միջնակարգ դպրոցի հարակից տարածքը։ Պաշտոնական տվյալներով պայթյունների հետևանքով վիրավորվել է 4 քաղաքացիական անձ։ Իլհամ Ալիևն այս միջադեպը որակել է ահաբեկչություն եւ հրամայել է զինված ուժերին պատրաստվել կոշտ պատասխան գործողությունների։ Իրանը կտրականապես հերքել է մեղադրանքները։ Աբբաս Արաղչին դրանք անվանել է երրորդ ուժի սադրանք։ Թեհրանը ակնարկում է իսրայելական հետքի մասին, որի նպատակն է խաթարել հարևանների բարիդրացիական հարաբերությունները։ Այս լարվածությունը համընկնում է Իսրայելի պաշտոնյաների տարածաշրջանում նոր ցամաքային գործողություններ սկսելու մասին հնչեցրած ակտիվ հայտարարությունների հետ։ Իրավիճակն առավել զգայուն է դառնում քրդական հարցի եւ Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների գործոնի պատճառով։ Փորձագետները կասկածի տակ են դնում իրանական կողմի նման ուղղակի հարձակման նպատակահարմարությունը, հաշվի առնելով ներքին էթնիկ կայունության սպառնացող վտանգները։ Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 67 տարեկան։ Առավոտյան Եռաբլուրում սպարապետի հիշատակը հարգելու են բարձրացել Երկրապահ կամավորականների միության անդամները, ծաղիկներ խոնարել Վազգեն Սարգսյանի շիրիմին։ Ընդունել է Հայաստանի Եվրամիությանը։ Վարչապետ Փաշինյանը պատասխանելով լրագրողի հարցին անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին եւ Եվրամիության անդամակցելու հնարավորությանը ու դրա համատեքստում ռուսական ռազմական ներկայության խնդրին։ Լրագրողի դիտարկմանը, թե ինչպես է հնարավոր միանալ ԵՄ-ին, եթե օրակարգում չկա ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը, Փաշինյանը վստահեցրել է, որ այս պահին որևէ խնդիր չունեն Ռուսաստանի հետ։ Բարեբախտաբար, թե դժբախտաբար, դեռևս այն ճանապարհի ընկետում չենք, որպեսզի ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Երբ որ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք, ոչ շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք։ Իսկ ընդհանուր առմամբ առիթներ ունեցել եմ ասելու, որ մենք խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք This is very important and we're doing very well on Դոնալդ Թրամփի նոր պատերազմներ չսկսելու նախընտրական խոստումն այլևս իրականությանը չի համապատասխանում, քանի որ Մերձավոր Արևելքը հայտնվել է լայնամասշտաբ էսկալացիայի եւ անորոշության մեջ, գրել է Պոլիտիկոն։ Թրամփը հայտարարել է, որ երբ խենթ մարդիկ միջուկային զենք են ունենում, վատ բաներ են տեղի ունենում։ We're going to continue to do well. We have the greatest military. Պատերազմական ճակատում մեր գործերը մեղմացած շատ լավ են ընթանում։ Մեկն ինձ հարցրեց 10 բալանոց սանդղակով ինչպես կգնահատեք
ժամանակ իրավիճակը։ Ես պատասխանեցի՝ մոտ 15, 47 տարի շարունակ նրանք սպանում էին մեր ժողովրդին եւ մարդկանց ամբողջ աշխարհում։ Կարծում եմ մենք մեծ աջակցություն ունենք։ Եթե մենք առաջինը չանենք դա, նրանք կհարվածեն Իսրայելին ու հնարավորության դեպքում նաեւ մեզ։ Նրանց ղեկավարությունը արագորեն վերանում է, ով փորձում է առաջնորդ դառնալ, հայտնվում է մեռածների ցուցակում։ Այնինչ կատարվում է ձեր աչքի առաջ, ուղղակի զարմանալի է, քանի որ 47 տարի շարունակ մեզ փորձել են ճնշել, ինչը երբեք չպետք է անեին։ Իրանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 1230-ի։ Ամերիկյան կողմը նույնպես կորուստներ է կրում։ Քուվեյթի նավահանգստում իրանական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է ամերիկյան 6 զինծառայող։ Չնայած Իրանի գերագույն առաջնորդի եւ բարձրաստիճան պաշտոնյաների սպանությանը, Սպիտակ տունը ըստ ամենայնի լիովին պատրաստ չէր պատերազմի հետևանքներին։ Պետդեպարտամենտը լրացուցիչ աշխատակիցներ է ուղարկել Աթենք եւ Կիպրոս տարածաշրջանում մնացած հազարավոր ամերիկացիների տարհանումը կազմակերպելու համար։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը Պենտագոնից պահանջել է լրացուցիչ հետախույզներ ուղարկել Ֆլորիդայի կենտրոնակայան գործողություններին աջակցելու համար, ինչը հուշում է, որ պատերազմը կարող է ձգվել շատ ավելի երկար, քան նախատեսված էր՝ մոտ 4 շաբաթ։ Տնտեսական ոլորտում նկատվում է նավթի գների կտրուկ աճ, իսկ Պարսից ծոցի երկրները ստիպված են դիմագրավել իրանական հակահարվածներին։ Քաղաքական դաշտում դեմոկրատները խստորեն քննադատում են Թրամփի վարչակազմին, պատերազմն անվանելով անօրինական եւ անպատասխանատու քայլ միջանկյալ ընտրություններից ընդամենը 8 ամիս առաջ։ Operation Epic Fury has forged a new path that will better Ըստ պոլիտիկո պարբերականի Սպիտակ տունն արդեն դիտարկում է կոնգրեսից $50 միլիարդ լրացուցիչ ֆինանսավորում խնդրելու հնարավորությունը զինամթերքի պաշարները լրացնելու եւ ռազմական գործողությունները 100 օրով շարունակելու համար, սակայն օրենսդիրների շրջանում այս հարցում միասնական մոտեցում չկա։ Իրանի արտգործնախարարի տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչին MS Now հեռուստաալիքին տված հարցազրույցում հերքել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հայտարարությունները։ Ուիթքոֆը հայտարարել էր, թե Իրանը մեջբերում ընդամենը 1 շաբաթ հեռու է միջուկային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ նյութերի արտադրությունից։ Մեջբերման ավարտ։ Այսպիսով Ուիթքոֆը ակնարկել էր, թե Իրանը շատ շուտով ձեռք կբերի միջուկային ռումբ։ Ռավանչին շեշտել է, որ Իրանը ուրան չէր հարստացնում հարվածների պահին եւ ռազմական գործողություններ սկսվելուց ի վեր ամերիկացիներին ոչինչ չի փոխանցել։ Նա նաև հավելել է. «Մեջբերում մենք ծայրահեղ զգուշություն ենք ցուցաբերում տարածաշրջանում ամերիկյան բազաներին հարվածելիս, քաղաքացիական անձանց վնաս չպատճառելու համար»։ Մեջբերման ավարտը։ Ավելի վաղ Ռուսաստանում Իսրայելի դեսպանը անդրադառնալով այս ամենին հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է կարևոր դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում, եթե իհարկե հրաժարվի միայն Իրանին միակողմանիորեն աջակցելուց։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին ընդգծել էր, որ Մոսկվան դեռևս Թեհրանից անհրաժեշտ օգնության խնդրանք չի ստացել։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Կիևում հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ։ Նա սպառնացել է զինվորականներին տալ այն պաշտոնյայի հասցեն, որն արգելափակում է Եվրամիության 90 միլիարդ եվրոյի վարկը։ Թեև անուններ չեն հնչել, խոսքը ակնհայտորեն Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասին է։ Բուդապեշտը սառեցրել է ֆինանսավորումը, պահանջելով վերականգնել Դրուժբա նավթամուղի անխափան աշխատանքը։ Եվրոպական բարձրաստիճան պատվիրակությունը Կիևում փորձել է հարթել այս վեճը եւ իրականացնել խողովակաշարի անկախ զննում, սակայն ուկրաինական կողմը կտրուկ մերժել է եվրոպացի գործընկերների մուտքը նավթամուղի տարածք։